Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թադավորած գիրք երկրորդ գլուխ Դիրոջ ռեշտագը փոքիմի մեջ։ Դիրոջ ռեշտագը քաղաքային փոքին բարձրացավ եւ ասավ. Ես ցեզ եկիդոսեմ բարձրացուցի, ցեզ այն երգիրը բերի, որուն համար ցեր հայրերուն երթում ըրերեի, եւ ասի. Ցեզի հետ ըրած ուխտս երբեք պիտի չխզեմ, իսկ դուք այս երկրի մփրագիչներուն հետ թաշինք մի գնքեք, անոնց փակիները փլցուցեք, բայց դուք իմ խոսքս մտիկ չրիք։ Ինչու ասի գարիկ։ Ես ալ ասի. Զանոնք ցեր արջևեն պիտի չվրընդեմ, հաբա անոնք ցեր գողերուն դադասներ պիտի լան եւ անոնց աստվածները ցեզի որոքայք պիտի լան։ Եվ դիրոջ ռեշտագը Իսրայելի բոլոր որդիներուն այս խոսքերը ասավ, ժողովուրդը ցայնը բարձրացնելով լացավ։ Այդ դերին անունը փոքիմ գոչեցին ու հոն դիրոջ զոհ մատուցանեցին։ Երբ Հեսու ժողովուրդը արձակեց, Իսրայելի որդիներեն յուրաքանչյուրը իր ժառանգության գնաց երկրին դիրանալու համար։ Ժողովուրդը դերը բաշտեց Հեսուի բոլոր օրերուն մեջ, ու Հեսուեն յետ ողջ մնացող եւ Իսրայելի համար դիրոջ կատարած բոլոր մեծ գործերը տեսնող երեցներուն բոլոր օրերուն մեջ։ Հեսուի մահը։ Դիրոջ ծառան Նավյան Հեսու մեռավ 110 տարեկանը լալով։ Զայն իր ժառանգության հողամասի մեջ թաղեցին Եփրեմի լեռնագողմը եղող Թամնաթ Հարեսի մեջ, Քաաս լեռան հյուսիսային կողմը։ Այդ ամբողջ սերունդը իր հայրերուն քով ամփոփվեցավ։ Անգե յետ ուրիշ սերունդ մի ելավ, որ դերը եւ Իսրայելի համար անոր ռած գործերը չեր ջանչնար։ Իսրայել գտատրի դերը բաշտել է։ Իսրայելի որդիները դիրոջ արջև չարիք գործեցին ու պահաղները բաշտեցին։ Լքեցին դերը իրենց հայրերուն աստվածը, որ զիրենք Եգիպտոսի եգրեն հաներեր, եւ ուրիշ աստվածներու հետևեցան, այսինքն իրենց շրջագա ժողովուրդներուն, քանի մը աստվածներուն, անոնց երկրբակեցին եւ դերը քրքրեցին։ Պահաղն ու աստարովթը բաշտեցին, դերը լքելով։ Ուստի դիրոջ փառությունը Իսրայելի դեմ փորփոքեցավ ու զանոնք գողոբդիչներու ցերկը մատնեց, որոնք զիրենք գողոբտեցին։ Զանոնք շրջագա թշնամիներուն ծախեց եւ ալ չէին գրնար իրենց թշնամիներուն թիմատրել։ Ուր որ երթային դիրոջ ցերկը անոնց վրա էր չարիք ընելու համար, ինչպես դերը ըսեր էր եւ ինչպես դերը անոնց երթում էր, ուստի չափազանց դակնաբեցան։ Դերը թադավորներ հանեց, որոնք գողոբդիչներուն ցերկեն ազատեցին զանոնք, սակայն իրենց թադավորներուն ալ մտիկ չրին եւ ուրիշ աստվածներու հետ բորընգացան ու անոնց երկրբակեցին։ Շուտով շեղեցան այն ջամփայեն, որու մեջ իրենց հայրերը գկալեին, դիրոջ բադվիրաներուն հնազանդելով, բայց ասոնք այնպես չրին։ Եվ դերը անոնց թադավորներ գաներ, դերը թադավորին հետ ըլլալով թադավորին բոլոր օրերը զանոնք իրենց թշնամիներուն ցերկեն գազադեր։ Արտարև զանոնք դանչողներուն ու ջնշողներուն պատճառով անոնց բարձրացուցած հեծիծանքներուն համար դերը գարկահատեր։ Երբ այդ թադավորը մեռներ, աբականության կվերադառնային իրենց հայրերեն ավելի, ուրիշ աստվածներու կհետևեին, զանոնք կբաշտեին եւ անոնց կերգրբակեին, իրենց չար արարքներեն ու զուր ջամփայեն չէին հրաժարեր։ Ուստի դիրոջ փառությունը Իսրայելի դեմ փորփոքելով ասավ. Քանի այս ազգը իրենց հայրերուն բադվիրած ուխտս անդեսեց եւ խոսքս մտիկ չրավ, ես ալ ասկե յետ անոնց արջևեն ոչ մեկը պիտի վդարեմ այն ասկերեն, որ Հեսու թողուց յետ մեռավ, որովհետեւ անոնցմով Իսրայելը փորձարկեմ, թե արդյոք դիրոջ ջամփան պիտի բահեն անոր մեջեն ընթանալու համար, ինչպես իրենց հայրերը բահեցին, թե ոչ։ Ուստի դերը այս ասկերը ցկեց եւ շուտով չվդարեց, զանոնք Հեսուի ցերկը չմատնեց։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։